այս անձրևները նպաստում են ձեզ օգնում։ Բնականաբար ջրամբարը կառուցված է կուտուցի սելելաֆատարի վրա, որը այն նեղ արանքից ինքը այն ծառերից հավաքված ջուրը բերելու է նույնպես ջրամբար։ Մի քանի տարի տևած Վեդի ջրամբարի կառուցումից հետո վերջապես ջուր է լցվում։ Հիմնական աղբյուրը Վեդի եւ Խոսրով գետերն են։ Առատ են լինում ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմնականում հենց այդ ընթացքում էլ լցվելու է ջրամբարը։ Մոտ 30 միլիոն խորանարդ մետր ամբողջ ծավալը հավաքելու համար 3 տարի կպահանջվի։ Առայժմ ամբարված է 1.7 միլիոն խորանարդ մետրը։ Կլցվի աստիճանաբար, փուլ։ 30 միլիոն լցվածության դեպքում ջուրը հասնելու է մոտ հեն վերևի հատվածից 3 մետր դեպի ներքև, դրանից ավել ջուրը ուղղվելու է դեպի կուտուցի սելաֆատար։ Այս կողմի վրա կառուցված է կատաստրոֆիկ ջրհեռը, որը որ հենց այդ նշանակությունը ունի, նախատեսված ծավալից ավել ջուրը ինքը արդեն ուղղվելու է դեպի ներքև։ Մոտ 85 մետր է մեծ պատվարի բարձրությունը, մյուսը համեմատաբար ցածր է։ Կառուցվել են նաև ջրընդունիչներ Վեդի Խոսրով գետերի վրա, 11 կիլոմետր ձգվող ջրատար համակարգ եւ 36 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ։ Այս բոլորի ճշգրիտ աշխատանքից է կախված գետերից ամբարված ջրի արդյունավետ օգտագործումը։ Ջրամբարի կառուցմամբ լուծում է շուրջ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը, ինչպես նաև շուրջ 400 հեկտար հողեր, նոր հողեր արդեն ունենում են ոռոգման հնարավորություն։ Նաև լուծում է շատ մի կարևոր խնդիր, մենք ամբողջ ոռոգումը, մեխանիկական ոռոգումը այդ համակարգում փոխարինելու ենք ինքնահոս ոռոգման համակարգով, չեն աշխատելու շուրջ 11 պոմպակայաններ, դուրս են գալու շահագործումից, ինչպես նաև 4 պոմպակայաններ մասնակից շահագործվեն, որի արդյունքում տարեկան ունենալու ենք շուրջ 19 միլիոն կիլովատժամ էլեկտրէներգիայի խնայողություն։ Մասնագետների գնահատմամբ սա Հայաստանում նախադեպը չունեցող ջրամբար է։ Շինարարության ամբողջ ընթացքն ուղեկցվել է արտերկրից հրավիրված մասնագետների հսկողությամբ, արդյունավետ կառավարման համար բարդ ու ճշգրիտ հաշվարկների կարիք կար։ Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև ստորագրվեց վարկային համաձայնագիր, որը նախատեսում է ֆինանսավորումը ջրամբարի եւ իր մոտեցնող եւ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ստորագրվեց 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր, որին նաև կառավարությունը տվեց 15 միլիոն համաֆինանսավորում։ Ընդհանուր ծրագրի արժեքը եղել է 90 միլիոն։ Վեդի ջրամբարի կառուցման նպատակը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է, որ Արարատյան դաշտավայրը ոռոգման սեզոնին ջրի սակավության խնդիր չունենա, իսկ կառավարման նոր համակարգը հնարավորություն կտա չափելու գետերում եղած ու ջրամբարում ամբարված ջրի քանակը, կորոշի թե երբ եւ որքան ջուր կարելի է բաց թողնել ջրամբարից։ Ջրօգտագործող ընկերությունների համար հատկապես կարևոր է կաթիլային ոռոգման համակարգի հնարավորությունը։ Մեր տարածաշրջանում որպես կանոն ոռոգվելի հողերը ոռոգվել են ավանդական ճանապարհով, ինչը նշանակում է բերքատվության անկում, որոշակի հիվանդությունների առաջացում ոռոգման հետևանքով։ Այս դեպքում կաթիլային ոռոգումը մեզ երաշխավորում է որակյալ բերք, ինչը ենթադրում է նաև շահույթի բարձրացում գյուղացու եւ ջրօգտագործողի համար։ Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի կարծիքով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը 20-ից 25%-ով կկրճատի ջրի կորուստը։ Շինարարական աշխատանքները կամփոփվեն ամռան սկզբին։